Ժամը 15-ը Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը, ես Անին եմ Զաքարյան, իսկ մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության ողջույն։ Ազգային ժողովում հետցի պետականացման նախագծի քվեարկությունից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըստ էության սպառնացել է ընկերության աշխատակիցներին, ասել, որ հետցի այն աշխատողները, որոնք իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր հետ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։ Լսենք վարչապետի խոսքից մի հատված։ Այն ԶՊՄԿ-ի են բանի ուժեղ տղեկի նման, էլի ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեք, տեսեք, ոչ մեկին ներում չի լինելու, ոչ մեկին, հա, որ ամեն ինչ պարզ լինի։ Երկրորդը, այն աշխատողները, ովքեր կհրաժարվեն եւ կհազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ եւ կոնկրետ ցուցմունքներ կտան։ Եթե հիմա ասենք ենթադրենք նրանց ոչ մեկ չի ազատվի, որովհետև մենք բավարար լծակներ ունենք այդ մարդկանց պաշտպանելու համար, իսկ ովքեր իրավապահ մարմիններին հետ կհամագործակցեն, ցուցմունք կտան եւ այլն, այն մյուսները կդատվեն, իսկ համագործակցող աշխատողները կխրախուսվեն։ Իսկ նրանք, ովքեր այդ ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել, չգիտեմ, հետո տաշիր պիցայում կարան աշխատեն, թե չեն կարող աշխատեն, վստահ չեմ անկեղծ ասած, որ կարան թեկուզ տաշիր պիցայում բան աշխատեն, որևէ բան։ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, թե հենց այն աշխատակիցներին, որոնց կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք։ Քննչական կոմիտեն խոզարկություն է իրականացնում Տաշիր գրուպի գլխավոր գրասենյակում քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, հայտնել են քննչական կոմիտեից։ Նույն ժամանակահատվածում Տաշիր գրուպի գրասենյակում են եղել ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ։ Նշենք, որ վերջին օրերին ստուգումների արդյունքում փակվեցին Տաշիր պիցայի մասնաճյուղեր։ Վարչապետ Փաշինյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պարզաբանում է ներկայացրել հոգևորականների հասցեին սեռական ենթատեքստ գրող վիրավորական արտահայտությունների համար ժողովուրդ օրաթերթին են տեղեկություններ հասել, որ ազգային ժողովում հնչեցրած ձևակերպումների վերաբերյալ ևս Փաշինյանը պատասխան պարզաբանում է ուղարկել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Համաձայն օրենսդրության առավելագույնը 3 ամսում հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման արկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն տա, բայց մինչ եզրակացությանը հանգելը նրանք պետք է դիմեն միջադեպի մասնակիցներին գրավոր պարզաբանումներ ստանալու։ Պատասխանատվության երկու տարբերակ է նշվում։ Նրան կամ պետք է հորդորեն ներողություն խնդրել, քանի որ չունի վերադաս, որից կարող են պահանջել պատիժ, կամ Փաշինյանն ինքը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի իր պահվածքի համար, ընդհուպ ներկայացնելով հրաժարական։ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմումով պահանջել էր վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ։ Հանձնաժողովի սա արդեն տեղեկացրել են, որ մայիսի 15-ին հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթը։ Պատգամավորն արձանագրել էր, որ մեջբերեմ, ոչ մի օրենք թույլ չի տալիս պաշտոնյային, լինի դա նույնիսկ վարչապետ, դուրս գալ պատասխանատվության դաշտից, հղում անելով իր նյարդերին կամ հույզերին։ Մեջբերման ավարտը։ Օրենսդիրներն առաջին ընթերցմամբ ընդունել են Երևանի հասարակական տրանսպորտով անվճար երթևեկության համարտուգանքների վերաբերյալ օրինագիծը, երբ են սկսելու գործել տուգանքները, ովքեր են հսկիչները, ինչպես են տուգանելու, որքան եւ ինչպիսին է միջազգային փորձը։ Դիտենք։ Այսուհետև հանրային տրանսպորտից օգտվող այն քաղաքացիները, որոնք չեն վճարի ուղևորձը, կտուգանվեն։ Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր քննարկեց նախագիծ, որով սահմանվում է 15,000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց փոխադրավարձը վճարելու օգտվում են տրանսպորտից։ Եթե քաղաքացին օգտագործում է արտոնություն իրական օգտվողի փոխարեն, տուգանքը ևս 15,000 դրամ է։ Իսկ եթե ուղևորը նույնիսկ ունի արտոնություն կամ միասնական տոմս, սակայն չի վավերացնում իր ուղևորությունը տրանսպորտային միջոցում, նախատեսվում է 3,000 դրամ տուգանք։
Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է կանոնակարգել եւ հստակեցնել համայնքներում ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները եւ սահմանել վարչական պատասխանատվություն ծառայություններից առանց վճարման օգտվող անձանց համար։ Ստուգումներն իրականացվելու են հսկիչների միջոցով։ Փոխնախարարի խոսքով, եթե քաղաքացին չի վճարում եւ չի ցանկանում նույնականացվել, հսկիչը դիմում է ոստիկանին։ Արդյունքում անձը կարող է նույնիսկ վարչական ձերբակալության ենթարկվել։ Ընդդիմադիր падգամավորները հիշեցին 2018 թվականը, երբ նոր իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ եւ չպետք է նրան տեղի անտեղի տուգանել։ Հիմա դուք եկել եք բերել եք տրամագծորեն հակառակ մի օրինագիծ, որը խախտում է այն բոլոր սկզբունքները, ինչով առաջնորդվելով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Երևանի տրանսպորտի վարչության պետի խոսքով միանշանակ ճիշտ լուծում էր անցումը միասնական տոմսային համակարգի եւ ստուգում իրականացնելու համար պարտադիր չէ, որ յուրաքանչյուր ավտոբուսում հսկիչներ լինեն։ Յուրաքանչյուր ավտոբուս, գրեթե մեր մոտ նոր ներկրված ավտոբուսներ կահավորված են հաշվիչ սարքերով, որոնք ցույց են տալի դրան վերևում է, քանի ուղևոր կա ներսում եւ վալիդացիոն սարքն էլ հնարավորություն է տալիս առցանց ռեժիմով տեսնել քանի վալիդացիոն կա, այդպես դու կարող ես հստակ բարձել, թե քանի ուղևոր կա ավտոբուսի մեջ, որոնք չունեն վճարում եւ շատ քիչ քանակի հսկիչներով հնարավոր կլինի կոնկրետ ուղղորդել դեպի այն ավտոբուսը, որտեղ մեծ քթով չվճարողներ կան եւ ստուգում իրականացնել։ Ազգային ժողովի նիստից առաջ Երևանի ավականում Մայր Հայաստան խմբակցության անդամները ակցիա իրականացրին ազգային ժողովի դիմաց, իրենց բողոքը հայտնելով տրանսպորտի թանկացումը բոյկոտողների նկատմամբ տուգանքներ սահմանելու մասին օրինագծի դեմ։ Բայլամ մի րոպե, պարոն։ Այսօր կողմ եք քվեարկելու եք տուգանքի մատերիալ սարքելու նախագծին։ Տրանսպորտի բոյկոտը։ Դե բոյկոտում են, ինչ եք տուգանում։ Մարդիկ բոյկոտում են, որտեղ դեմ են ձեր ապօրինի թանկացմանի, ձեր սպառնալիքը եւ մանիպուլյացիան, թե որ չվճարեք տրոլեբուս չեն գնելու, կրկին ցույց է տալի, որ դուք խաբե բաների կուսակցություն եք, որտեղ դուք ասում եք այս թանկացումը պետք է, որպեսզի 10 տարի հետո ավտոպարկի հարց կարողանանք լուծենք, բայց փաստացի այսօր արդեն սպառնում եք մարդկանց տրոլեբուսները չգնելու։ Երևանի քաղաքապետն էլ 3 գործակարգավարական նիստում նշեց, որ թեև երևանցիների գերակշռի մասը պատասխանատու է վերաբերվում վճարումներին, սակայն կան քաղաքացիներ, որ չեն կատարում իրենց պարտավորությունը։ Այլ ունենք քաղաքացիներ, ովքեր որ մտածում են, միգուցե որ եկել է, այսպես ասած, անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը, հարգելի քաղաքացիներ, այդ ժամանակը ավարտվում է եւ հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որպեսզի հետո նաեւ այդ այսպես ասած մեծ բողոքները չլինեն, բա ինչի է այսպես եղավ։ Աշխարհի շատ քաղաքներում նոր տոմսային համակարգերը ներդրվել են փուլերով։ Սկզբում դրանք փորձարկվել են սահմանափակ երթուղիներում կամ տրանսպորտային միջոցներում, այնուհետև աստիճանաբար ընդլայնվել։ Օրինակ Լոնդոնում Oyster Card-ը ներդրվեց մետրոյից սկսած, հետո միայն կիրառվեց ավտոբուսների եւ այլ տրանսպորտային միջոցների պարագայում։ Սա թույլ է տալիս հայտնաբերել եւ շտկել թերությունները փոքր մասշտաբով, նախքան լայնածավալ ներդրումը։ Տարածաշրջանում ներքաղաքային տրանսպորտի ուղետոմսերի ամենաբարձր արժեքներն ունի Թուրքիան, երկրորդ տեղում Հայաստանն է։ Մեր քաղաքացիների կարծիքները թանկության պատճառով առանց վճարի երթևեկելու եւ խոշոր տուգանքներ վճարելու հարցում խիստ տարբեր են։ Մարդկա երբ իրեք տրանսպորտա փոխում 10 դրամ չի մուծում, ամոթել է։ Ճիշտ կելի այն առաջվա նման էլի։ Փողը 10 նստես։ Ո՞տ է վերաբերվում, որտեղ ամեն մեկը գիտակից մարդա գիտի ինչի համար պետքա տրանսպորտի համար վճարի։ Պետք է անվճար տրամադրեն թոշակառուներին, հաշվանդամներին։ Պետք չի տուգանել։ Գիտեք ինչը մենակ ինձ չի գոհեցնում, որ ժամկետը անցնում է, ոնց կարող է դրամը իր արժեքը կորցնի։ Եվրոպայում Լյուքսեմբուրգն առաջին երկիրն է, որտեղ հանրային տրանսպորտը գործում է բացառապես անվճար դքսության ամբողջ տարածքում։ Երթևեկությունը զրի է նաև Էստոնիայի մայրաքաղաք Տալինում, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, Մալթայի մայրաքաղաք Վալետտայում, ֆրանսիական Դյունկերկում, սլովենական Վելենիեում։ Ուղետոմսերն ամենաթանկն են Լոնդոնում, Նիդերլանդների քաղաքներում միջինը $4, շվեյցարական Ցյուրիխում գրեթե $5։ Մերի Դանիելյան, Անի Հովանիսյան, Լևոն Ոսկանյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Շարունակելով տրանսպորտի թեման անդրադառնանք մի շատ յուրահատուկ խնդրի, որն առաջացել է Երևանում վերջին օրերին։ Քաղաքի կենտրոնում մի տեղ կա, որտեղ երթևեկության փոփոխություններ են արվել ու սկսվել են վթարներ։ Երրորդ վթարից հետո իմ գործընկեր Անի Հովանիսյանը գնացել է դեպքի վայր, որ պարզի թե ինչ է կատարվում ու երբ հասել է, նույն պահին եւս վթար է եղել։ Դիտենք տեսանյութը։ Պատրում երևացող այս մեքենաները հենց նոր ճանապարհատրանսպորտային խախտում արեցին։
Իմ թիկունքում գտնվող տրանսպորտային միջոցը չի նկատել նոր նշանները եւ բախվել է ուղիղ գնացող մեկ այլ միջոցի։ Տեղում աշխատող ոստիկանները նշում են, որ վարորդները հաճախ վերև չեն նայում եւ չեն նկատում նշանները։ Երևանի քաղաքապետարանը միայն այս տարվա ընթացքում կատարել է երթևեկության 1 տասնյակից ավել փոփոխություն։ Ըստ հունիսի 13-ին կատարած փոփոխության Արգիշտի փողոցի Երևան պլազային հարող հատվածում ցախ-եզրային երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար, իսկ երրորդ երթևեկելի գոտին հետադարձ կատարողների համար։ Սա առաջացնում է շատ վարորդների դժգոհությունը։ Միայն 3 տեղի ունեցել 3 ճանապարհատրանսպորտային պատահար։ Մեր նկարահանման ընթացքում էլ տեղի ունեցավ պատահար, վարորդի հետ խոսելուց պարզ դարձավ, որ վթարի պատճառը ելի վերջին փոփոխություններն եւ գծանշումները։ Սեպտեմբերը որ եկավ, հիմա համեմատաբար քիչ է մեքենաների ժողովուրդը, բայց սեպտեմբերից կատվածահար է լինելու մեր քաղաքը։ Տնս բաներ են արել ես վերջերս քաղաքապետարանը մինչև քաղաքապետարան հասնել է ու քաղաքապետարանից հետո մինչև մոտ դառնում է մի գիծ, որ դա անհնար է։ Քաղաքապետարանից պարզաբանում են, փոփոխություն կատարելիս իրենց առաջնահերթությունը հասարակական տրանսպորտն է եղել։ Սա ունի հստակ բարձր տրամաբանություն, որտեղ եթե այսօր ուշադրություն դարձնենք յուրաքանչյուր մեքենայում վարորդից բացի մեկ ուղևոր կարող է մաքսիմում լինել միջին ածխածնիշով, իսկ մեկ հասարակական տրանսպորտում 60 մինչև 80 ուղևոր եւ հստակ քաղաքականություն է, որ առավելությունը պետք է տալ 80 ուղևորին, այլ ոչ թե մեկ։ Իհարկե որոշակի բողոքներ կան անձնական ավտոմեքենաների օգտվող վարորդներից, որը տրամաբանական է։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը երթևեկության վերջին փոփոխությունները տեղին չի համարում։ Դժգոհությունները այն են, որ այդ նմանատիպ իրավիճակում ծանրաբեռնում է երթևեկությունը, վարորդներին հորդորում է բարեկային ծառայությունը ավտոբուսների նախատեսված գոտիներով երթևեկել, դրանից հետո տեսանկարով սարքերով տուգանքներ արձանագրվում են վարորդների նկատմամբ։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության նախագահի կարծիքով լավ կլիներ, որ քաղաքապետարանը այլընտրանքային տրանսպորտի մասին էլ մտածեր եւ հեծանվային ուղիներ կամ ինքնագլորների համար նախատեսված ուղիներ էլ տարանջատեր։ Մեկ այլ խնդիր ըստ Քեյանի նոր գծանշումները հաճախ արվում են հների վրա եւ շփոթեցնում վարորդներին։ Այս մտահոգությանը արձագանքում է տրանսպորտի վարչության պետը։ Նոր գծանշումները այս տարվա ամբողջությամբ քաղաքում ավարտված չի, այսինքն մենք ամեն տարի իրականացնում ենք մի հատ գծանշում, հետո տարեվերջում թարմացման աշխատանքներ։ Ըստ ժամանակացույցի գծանշումները Երևան քաղաքում ավարտված կլինեն օգոստոս ամսին, դրանից հետո ըստ նոր ժամանակացույցի կսկսեն մինչև տարեվերջ իրականացվել թարմացման աշխատանքները։ Իսկ ինչ են կարծում այն մարդիկ, որոնց համար արվել է փոփոխությունը։ Արագության փոփոխություն նկատել եք։ Այո։ Չէ, շատ չեմ օգտվում, հազվադեպ։ Ավելի գոհ եմ, այո։ 38 համարից եմ օգտվում, որը դեռ հին ավտոբուսներ են, բայց ավելի հաճախ է սկսել աշխատել, առաջ ավելի շատ էի սպասում։ Տարբերությունը մենակ նա է, որ մեքենաները նորացվեցին, բայց հաճախականությունը էլի նույնն է, էլի պիկ ժամերին էլի մեքենա չկա։ Ոչ էլ զգուշացրել եմ, որ երթուղիները փոխվում է, խորենացու փողոցով են մտնում, կամ այս ճանապարհի վրա կանգնում ենք, հետո իմանում ենք, որ հակառակ ուղղությամբ է գնում տրանսպորտը։ 15 րոպեից ավել նստած ենք։ Մեր հարևան երկրներում եւ Եվրոպայում այս խնդիրները այլ կերպ են լուծվում։ Իրանում գծանշումների փոփոխության դեպքում հաճախ նախապես տեղադրվում են նախազգուշացնող վահանակներ, նվազագույնը 10 օր առաջ, իսկ Գերմանիայում նոր փոփոխությունները հաճախ փորձարկվում են փոքր հատվածներում, հետո ավելի մեծ շրջաններում։ Տրանսպորտային համակարգերի շարժի մասնակետ Արտյոմ Պետրոսյանը կարծում է, որ նման խնդիրները արագ լուծվել չեն կարող։ Բայց ցավոք սրտի սա այն ոլորտն է, որտեղ արագ արդյունքներ ակնկալելը ճիշտ չի։ Երևանի լավ տվյալպարագայում փողոցների թողունակությունը ըստ էության բավարար է, որ ճիշտ կազմակերպման դեպքում մենք հնարավորինս քիչ ունենանք խցանումներ, ինչ-որ խնդիրներ եւ նմանատիպ այլ բաներ։ Մասնագետն ասում է, այսպիսի փոփոխությունների նպատակը կարող է լինել խրախուսելը, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հասարակական տրանսպորտից ու ավելի քիչ անձնական մեքենաներից։ Կոպենհագենում կա դրված, Բարսելոնայում կա դրված, Փարիզում կա դրված։ Մենք իրոք շատ կախվածություն ունենք սեփական ավտոմեքենայից եւ սեփական ավտոմեքենան մեզ համար որպես հասարակություն շատ ավելի կարեւոր ինչ-որ տես մի հատ վերաբերում է կյանքում եւ ոչ թե ուղղակի փոխադրամիջոց։ Ըստ Պետրոսյանի Երևանին անհրաժեշտ են երթևեկության կազմակերպման ավելի հստակ ու քաղաքացիների հետ համաձայնեցված լուծումներ, որոնք հիմնված կլինեն նաեւ միջազգային փորձի վրա։ Անի Հովհաննիսյան, Գևորգ Սյանոսյան, Reopen Media։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դկոտինյին եւ քննարկել պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության առնչվող հարցեր։ Կողմերը բարձր են գնահատել գործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները եւ նախանշել են հետագա փոխգործակցության հիմնական ուղղությունները։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր։ Սուրեն Պապիկյանն այսօր հյուրընկալել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիակշի Սահա Սինհային հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի գործընկերոջ Անիտա Անանդի հետ։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Երևանը գնահատում է Կանադայի կողմից Հայաստանի ժողովրդավարությանը քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը։ Արևմտյան գործընկերոջ հետ Միրզոյանը քննարկել է խաղաղության խաչմերուկը։ Կողմերը խոսել են նաև Իրանում ստեղծված իրավիճակի հետևանքով Հայաստանի տարածքով երրորդ երկրների, այդ թվում Կանադայի քաղաքացիների տարհանման դեպքերում մեր կառավարության կողմից մարդասիրական օգնության մասին։ Ինչպես գիտեք, վերջին ժամանակահատվածում ծայրահեղ լարված են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, այս ֆոնին Ադրբեջանում շուտով կփակվեն բոլոր ռուսալեզու դպրոցները։ Տարածվող տեղեկության համաձայն այս միջոցառումն ուղղված է ադրբեջաներենի որպես կրթության հիմնական լեզվի դիրքերի ամրապնդմանը։ Մինչդեռ թերևս շատերն են հիշում, որ 2022 թվականին Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ռազմական գործընկերության մասին պայմանագիր ստորագրելուց հետո Իլհամ Ալիևը գլուխ էր գովում, թե ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների Ադրբեջանում գործում է 324 ռուսական դպրոց։ Նրա խոսքով այդ դպրոցներում սովորում է 160,000 երեխա, իսկ եւս 800,000 աշակերտ ռուսերեն է սովորում որպես երկրորդ լեզու։ Նախատեսվում է, որ դպրոցները կանցնեն ադրբեջաներենով ուսուցման 3 տարվա ընթացքում։ Բաքուն այսօր նաև ձայնագրություն է հրապարակել, որտեղ հակաօդային պաշտպանության ռուսաստանցի սպան հայտնում է, թե 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքու Գրոզնի չվերթ իրականացնող օդանավը խոցել է պաշտպանության նախարարության հրամանով։ Ռուսաստան-Ադրբեջան լարվածությունը սրվում է, փոխադարձ մեղադրանքներ, արտաքսումներ, ձերբակալություններ, որոնք ուղեկցվում են հրապարակային նվաստացումներով եւ բռնություններով։ Մոսկվան եւ Բաքուն խորացնում են փոխադարձ անվստահությունը։ Ռուսաստանում նախորդ տասնամյակներին զանազան հանցագործությունների համար կասկածյալների զանգվածային ձերբակալություններից հետո կալանավորվում են նաեւ գործարարի դիմակի տակ թաքնված հանցաշխարհի հետ սերտաճած ծագումով ադրբեջանցիներ, իսկ Բաքվում կազմակերպած հանցագործ խմբավորումների անվան տակ ռուսաստանցի լրագրողներ։ Եկատերինբուրգում ձերբակալվել է Ադրբեջան-Ուրալ կազմակերպության ղեկավար Շահին Շիխիլինսկին։ Նրան եւ նրա որդուն հատուկ ջոկատայինները բերման են ենթարկել Բաքու պլազայի մոտ, կոտրելով ավտոմեքենայի ապակիները, կոպտորեն դուրս քաշել մեքենայից։ Մինչև այդ ձերբակալվել էր էթնիկ հանցախմբի 6 անդամ 2001-ից 11 թվականներին պատվիրված սպանությունների գործով։ Ըստ հետաքննության խումբը վերահսկել է կեղծ ծխախոտ վաճառող տաղավարներ։ Վորոնեժում ձերբակալվել է գործարար Յուսիֆ Խալիլովը։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ նա Ալեքսեևսկի շուկայի համասեփականատերն է։ Բաքվում 8 ռուսաստանցի ձերբակալվել են Իրանից իբր թմրանյութերի մուտք եւ կիբերհանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Դատարանը նրանց կալանավորել է 4 ամսով։ Կադրերը վկայում են, նրանք ենթարկվել են բռնության եւ ստորացման։ Ադրբեջանի գլխավոր դատախազության հատուկ բրիֆինգում նշվել է, որ Եկատերինբուրգում ադրբեջանցի Հուսեյն եւ Զիադդին Սաֆարով եղբայրները մահացել են նախորոք բազմակի ծեծի ենթարկվելուց հետո։ Իդեպ ադրբեջանական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ հանցաշխարհի ներկայացուցիչներ Սաֆարով եղբայրները Հունգարիայում ցմահ դատապարտված Ադրբեջան արտահանձնված եւ նախագահ Ալիևի հրամանով ներման արժանացած տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի մոտ ազգականներն են։ Զիադդինի դին Բաքու են վերադարձրել առանց կողոսկրերից մեկի, բազմաթիվ վնասվածքներով ու այտոցներով։ Գործը հարուցվել սպանության հոդվածով, այն վերահսկվում է դատախազության քննիչ Նեյմատ Ավազովը։ Դատախազ Իլգար Սաֆարովը վրդովմունքով հերքում է ռուսական աղբյուրների տարածած տեղեկությունը, թե Հուսեյն Սաֆարովը մահացել է ոստիկանական շուրջկալի ընթացքում սրտի սուր անբավարարությունից։ 14 ադրբեջանցի է ձերբակալվել Ռուսաստանում, որոնցից 7-ի նկատմամբ ըստ Բաքվի կիրառվել է բռնություն։ 2-ը մահացել են, 2-ը բուժվում են, 1-ը արտաքսվել է Ադրբեջան։ Իբր ռուսական հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեղադրանքով Սպուտնիկ Ադրբեջանի գրասենյակի աշխատակիցների ձերբակալությանը զուգահեռ բերման է ենթարկվել նաև Russia Today-ի աշխատակիցը
որը Բաքվում էր մասնավոր այցով։ Այս ֆոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շտապել է զանգահարել ադրբեջանցի պաշտոնակցին ու Իլհամ Ալիևին ցավակցել մարդասպանության մեջ մեղադրվողների մահվան առիթով։ Կողմերը վերահաստատել են տարածքային ամբողջականությանը փոխադարձ աջակցությունը։ Զելենսկին ընդգծել է. Ուկրաինան սատարում է Ադրբեջանին, երբ Ռուսաստանը նրան ծաղրում եւ սպառնում է։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանի հրամանագրով Իրանը դադարեցրել է համագործակցությունը ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, հաղորդել են իրանական լրատվամիջոցները։ Ըստ հրամանագրի գործակալության աշխատակիցներին կարգելվի մուտք գործել Իրան, նաև նշվում է, որ այս միջոցառումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն ապահովվել Իրանի միջուկային օբյեկտների եւ գիտնականների անվտանգությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի խորհրդարանը հաստատել էր ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրինագիծը, իսկ Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել էր այն։ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել եւ նշել, որ Իսրայելը համաձայնել է Գազայում 60-օրյա հրադադարի պայմաններին, նշենք, որ Իսրայելը վերջին ժամերին լայնածավալ հարվածներ է հասցրել Լիբանանին, 15 րոպեում 20 հրթիռ է արձակվել։ Իսրայելական ուժերը միաժամանակ շարունակում են սպանությունները Գազայում, մանրամասնում է իմ գործընկեր Դավիթ Կենջոյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հուլիսի 7-ին հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, քննարկելու Գազայի եւ Իրանի հետ կապված հարցերը։ Թրամփը կոչ է արել Համասին ընդունել Իսրայելի հետ Կատարի եւ Եգիպտոսի միջնորդությամբ առաջարկված 60-օրյա հրադադարը։ Ըստ հայտարարությունների, Իսրայելը համաձայնել է պայմաններին։ Ի ներկայացուցիչները Գազայի հարցով այսօր երկար եւ արդյունավետ հանդիպում ունեցան Իսրայելի հետ։ Իսրայելը համաձայնել է անհրաժեշտ պայմաններին վերջնականացնելու 60-օրյա զինադադարը, որի ընթացքում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ վերջ դնելու պատերազմին։ Կատարցիները եւ եգիպտոսցիները, որոնք մեծ ջանքեր են գործադրել խաղաղություն հաստատելու համար, կներկայացնեն այս վերջնական առաջարկը։ Հույս ունեմ, որ Իշահ մերձավոր Արևելքի Համասը կընդունի այս գործարքը, քանի որ ավելի լավ առաջարկ չի լինի։ Իրավիճակը միայն կվատթարանա։ Թրամփի գրառմանը անդրադարձել է նաև Իլոն Մասկը։ Տուր վարկ այնտեղ, որտեղ վարկ է հասնում։ Դոնալդ Թրամփը հաջողությամբ կարգավորել է աշխարհում մի քանի կարևոր հակամարտություններ։ Մինչդեռ Գազայում իրավիճակը մնում է լարված։ Հուլիսի 1-ին իսրայելական հարվածները Գազայում հանգեցրել են առնվազն 60 մարդու մահվան։ Նրանց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 56000 պաղեստինցի։ Գազայի 2.3 միլիոն բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղահանվել է։ Բնակելի թաղամասերն ավերվել են, իսկ հումանիտար օգնության մատակարարումը դադարեցվել, ինչը խորացրել է սովը եւ ճգնաժամը։ Գազայում Համասի ձեռքին դեռ 50 պատանդ կա։ Նրանց մի մասը ենթադրաբար ողջ է։ Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ առաջնահերթությունը պատանդների ազատ արձակումն է։ Նեթանյահուի խորհրդական Ռոն Դերմերը Վաշինգտոնում է, նախապատրաստելու նրա հանդիպումներն ու բանակցությունները։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Վերադառնանք Հայաստան, հուլիսի 1-ից 2-ը ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 98 հանցագործություն, մասնավորապես 11-ական դեպք հոգեկան ներգործության անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք ֆիզիկական ներգործության, 6 դեպք կաշառակերության, 5 դեպք խարդախության, 4 դեպք սեքսուալ բնույթի, բռնի գործողության եւ այլն։ Բացահայտվել է նաեւ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, թմրանյութի իրացման, պետական սահմանն ապօրինի հատելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու, սառը զենքի հայտնաբերման դեպքեր։ Հայաստանում սուր վարակիչ հիվանդություններով վարակելիության մակարդակը համաճարակային չէ, բայց մտահոգիչ է, ասում են մասնագետները։ Իմ գործընկերն այցելել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց ու պարզել, որ այս օրերին հիվանդանոցում բուժում են ստանում նաև քովիդով հիվանդ երեխաներ։ Իմ գործընկեր Նարինե Ղուկասյանի պատրաստած տեսանյութը դիտենք։ Ալեն փորը ցավում է, լեզու ցույց տուր մի հատ։ Լավ։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական բաժանմունքն է, որտեղ բուժում են ստանում տարբեր ինֆեկցիաներով վարակված 1-ից 5 տարեկան երեխաներ։ Բաժանմունքի ղեկավար Արշակ Ղազարյանի խոսքով, ամառային սեզոնով պայմանավորված աղիքային վարակով հիվանդների դիմելիությունն աճել է։
Հիմնական փոխանցման ուղին դա սննդային ճանապարհն է, այսինքն վատ լվացված մրգեր, բանջարեղեն, հիվանդությունը կոչվում է նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն եւ կարող է փոխանցվել նաև կոնտակտային ճանապարհով, այսինքն տարբեր առարկաների, խաղալիքների միջոցով։ Իրավիճակը համաճարակային չէ, բայց մտահոգիչ, ասում է Բժիշկ Ղազարյանը։ Մանկական բաժանմունքում այժմ բուժվում է աղիքային վարակով 2 տասնյակից ավելի երեխա, COVID-19-ով 3 մանկահասակ եւ 2 դեպք էլ կարմրուկով վարակված մանուկներ։ Ունենում ենք ինչպես բակտերիալ աղիքային հիվանդություններ, սալմոնելոզն է գերակշռում բակտերիալ աղիքային վարակների խմբում, բայց ամռան սեզոնին նաև ունենում ենք ակտիվացում, շատացում նաև վիրուսային վարակներով պայմանավորված գաստրոենտերիտները, դրանք աղիքային էնտերովիրուսներով պայմանավորված ինֆեկցիոն հիվանդություններն են, որոնք առաջացնում են փսխում, լուծ, գաստրոենտերիտի նշաններ։ Ըստ վարակաբանի, հիվանդության նկատմամբ առավել խոցելի են մինչև 1 տարեկան երեխաները, քանի որ նրանց իմունային համակարգը թույլ է զարգացած։ Բժշկի խոսքով բակտերիալ աղիքային վարակների ժամանակ ծանր դեպքերում կղանքում կարող է նկատվել արյուն։ Այդ պարագայում առանց վարանելու պետք է անհապաղ դիմել ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ Հիվանդների մեծ մասի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին բոլորը ստանում են համապատասխան դեզինտոքսիկացիոն, ռեհիդրատացիոն թերապիա եւ փառք Աստծո մենք մահացու ելքեր այդ հիվանդություններից չենք ունենում։ Մանկական բաժանմունքում բուժում են ստանում նաեւ օդակաթիլային վարակով հիվանդներ։ Բալիկը մեզ մոտ ընդունվել է կորոնավիրուսային վարակ ախտորոշմամբ, այնուհետև հաստատվել է թոքաբորբ, ստացել է համապատասխան բուժում, ներկայումս վիճակը կայուն է, մենք պատրաստում ենք երեխային արդեն դուրս գրման։ Ինֆեկցիոն հիվանդությունների բուժման ընթացքը տևում է առավելագույնը 5 օր։ Երրորդ օրն արդեն իսկ կլինիկական ախտանշանները նահանջում են, ինչից հետո կազմակերպվում է ամբուլատոր հսկողությամբ հետագա բուժման ընթացքը։ Վերջին շրջանում ունենում ենք նաև եզակի բերովի դեպքեր, Ռուսաստանի Դաշնությունից կարմրուկի դեպքեր, ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում։ Օրենքով սահմանված կարգով կենտրոնում մանկական ծառայությունն անվճար է։ Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների քաղաքացիություն ունեցող անձանց համար վարակաբանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել շուտ փչացող սննդամթերքի պահպանման պայմաններին, նաև հետևել երեխաների հիգիենայի կանոններին, տարատեսակ վարակներից խուսափելու համար։ Խաղաղություն բառն եմ սիրում, թող այն ընցի ոչ աղցարում, մոլորակի բարեմարտիկ, ապրեն ուրախ եւ երջանիկ։ Նարնե Ղուկասյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Այսքանն էինք պատրաստել այս ժամի համար, հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք։